Ինչ ռազմավարությամբ ու ինչ տեսլականով եք գալիս այս ընտրություններին։ Մենք ունենք մանիֆեստ Լուսավոր Հայաստանի եւ ունենք որոշակի կետային առաջարկներ։ Մենք ասում ենք, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ մեծամասնություն, եւ մենք գիտենք ինչ ենք ասում։ Մենք գիտենք ինչ ա եղել, ոնց ա եղել։ 21 թվականի սխալի պատճառով այս երկիրը 5 տարի տուժվել է։ Թալանչի, գողավազակ, հողատու բան, էսա քննարկում։ Արդյոք հնարավոր է այսօրվա քաղաքական ուժերի միջոցով դեռ հայտնի չէ ովքեր կանցնեն խորհրդարան այս անգամ ունենալ նախ առողջ բանավեճ, հետո նոր կոմպրոմիսային թեկնածու։ Եթե մարդիկ հետևում են քարոզարշավին, կտեսնեն, որ մենք վարում ենք առողջ բանավեճ, գաղափարներ ենք առաջ բերում։ Ինչպես եք երաշխավորելու երկրի անվտանգությունը։ Մեր երկրի անվտանգությունը պետք է երաշխավորել մեր բանակը կառուցելով։ Արդյոք դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը խնդիրներ չունենա արդեն ռուսական իշխանության հետ։ Մարդիկ են այլեք տեսանյութ կար, մեկը իր ծաղիկներն է ջարդում, այն մյուսը պամիդորն է թափում։ Ուրիշ պլան չկա։ Պլանը հետևյալն է՝ կերեք։ Հիմա Զելենսկին կարա օրինակ 5 ֆուր պամիդոր առնի տանի մեզանից։ Մի իր պատճառով փակում են։ Նախընտրական քարոզարշավը Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է եւ մասնակցող կուսակցությունները շարունակում են իրենց ռազմավարություններն ու տեսլականները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրողներին։ Եթերում հնարավորությունների սահմանումն է, բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող եւ վարչապետի տեխնացու Էդմոն Մարուկյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարուկյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Պարոն Մարուկյան, այս ընտրություններում դուք այն քաղաքական ուժերից մեկն եք, ում նախընտրական ծրագիր, որպես ասած, ֆորմալ ծրագիր չենք տեսնում։ Համենայն դեպս կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում չկան այդպիսիք։ Ինչ ռազմավարությամբ ու ինչ տեսլականով եք գալիս այս ընտրություններին։ Մենք նոր մոտեցումով ենք հանդես եկել եւ ասել ենք, որ ավանդական այն ծրագրերը, որ ներկայացնում են, որ բոլոր ոլորտների վերաբերյալ ինչ որ բաներ են խոսում, բոլոր ոլորտներից ինչ որ բաներ են ասում, չգիտեմ, դեղերն են անվճար դարձնում, բոլորին են բուժում, բոլորի համար աշխատատեղ են ստեղծում բան, այդ ոճի ծրագիր մենք որոշել ենք չներկայացնել։ Մենք ունենք մանիֆեստ Լուսավոր Հայաստանի եւ ունենք որոշակի կետային առաջարկներ մի քանի ոլորտների վերաբերյալ եւ մեր մանիֆեստը եւ այդ ամեն ինչը տեղադրված է ԼՀԿ 2026 AM կայքում եւ մենք հայտարարել ենք ի սկզբանե, որ մենք ավանդական քարոզարշավ չենք անելու, նոր տեխնոլոգիաներով ենք մենք քարոզարշավն անում, մենք ընտրողին խոսքը հասցնում ենք սոցիալական մեդիայի հիմնականում միջոցով, այսինքն այդ շտաբեր բացել, շտաբային աշխատանք, այն որ մարդիկ են sense գալիս գնում են տներ ասում, դուք ում եք ընտրելու, բացակայեք, ներկայեք ով Ռուսաստան, ով Վրաստան, բան, ոչ մի նման բան Լուսավոր Հայաստան այս ընտրություններում չի անում։ Ինչու, ինչն է փոխվել մեր երկրում։ Որտեղ մենք մեր ժողովրդին առաջարկում ենք, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները որոշվելու է Հայաստանի Հանրապետության բովանդակությունը եւ մեր մոտեցումը, մեր ծրագիրը միտված է նրան, որ ոչ մի իշխանություն միայնակ չունենա բացարձակ մեծամասնություն խորհրդանում։ Մենք ասում ենք, որ ոչ մի ուժ չպետք է ունենա բացարձակ մեծամասնություն, որովհետև մենք տեսել ենք, որ մինչև 2017 թվականը դա եղել է չարիք, մենք տեսանք, որ 17-ից հետո 18 թվականից մինչև հիմա էլի չարիք է, ինչու, որովհետև հակակշիռների փոխզսպումների մեխանիզմները չեն գործում։ Եվ մեր բոլոր առաջարկները մեր պետությունը պաշտպանելու մասին է, որովհետև եթե այս խնդիրները չեն լուծվում, այն մնացած խնդիրները, որոնք սպառողական բնույթի խոստումներ են, հա, որ չգիտեմ, նոր ասում էի, այդ խնդիրները չեն լուծվելու։ Այսինքն, եթե մենք չունենանք պարլամենտ, որտեղ բազմաթիվ ուժերի կողմից ձևավորված կառավարություն է կոմպրոմիսային վարչապետով, ինչ խոստում ուզում է ժողովրդին տան, ԿՀ-ի կայքում դնեն, իրանց կայքում դնեն, թերթում տպեն, բաժանեն, տնետուն գնան, ոչ մի բան չի փոխվելու, եթե ամեն ինչ մնա այնպես ինչպես որ կա։ Մենք ինչի ենք սա նաև ասում, որտեղ մենք ամենափորձառու ուժերից ենք, եթե նայեք այս ընտրական ցիկլը, ովքեր են մասնակցում, մենք ամենափորձառուներից մեկն ենք, եթե 3 ուժ հանենք, 5 ուժ հանենք, ամենափորձառուն ենք։ Եվ մենք գիտենք ինչ ենք ասում, մենք գիտենք ինչ ա եղել, ոնց ա եղել, այդ այն բաները, որոնք որ չի աշխատում, ընտրողի վրա չի ազդում, այդ բաները մենք որոշել ենք չանենք, դրա վրա ռեսուրս չծախսենք եւ ռեսուրսները ծախսենք նրա վրա, որ ուղիղ մեր խոսակցությունը հասնի ընտրողին, ինչը այս մեծ ռեսուրսների պայքարի մեջ շատ բարդ բան է։ Հետեւաբար մեր ընտրողին մեր ուղեցը մենք տալիս ենք, որ հայ մարդու ինքնությունը
խաթարված է եւ հայ մարդու ինքնությունը վտանգի տակ է 20 թվականի պատերազմից հետո մենք ինքնության ճգնաժամ ենք ապրում մեր այբենարաններից դպրոցական դասագրքերից Մեսրոպ Մաշտոցի նկարն է կորչում եւ դրա փոխարեն QR կոդ է առաջանում երբ որ ասում ենք բայց չէ լինի QR կոդը դնեիք Մեսրոպ Մաշտոցին է դնեիք հիմա երեխաներ կան ովքեր չունեն հեռախոս օրինակ իմ աղջիկը հեռախոս չունի մենք չենք առնում նրա համար հեռախոս տարական դասարաններում անգամ արգելվում է որ ինքը չտարվի դրանով եւ հետեւաբար ինքը իր դասագրքից չի կարող տեսնել ով է Մեսրոպ Մաշտոցը հասկանում եք եւ եկեղեցու վրա հարձակումները ես հիմա Գյումրիում եմ գիտենք Միքայել Սրբազանը Շիրակի թեմի առաջնորդ է ինչ հետապնդման է ենթարկվում էլի լավ է որ հիմա գոնե տնային կալանքի մեջ է բայց կալանքի մեջ է այսինքն մարդը քրեական հետապնդման է այսինքն այս խնդիրները որոնք որ մենք ունենք ուղղված է փափուկ ուժով այսինքն տեսեք պատերազմ չկա խաղաղ է ճակերտավոր բայց փափուկ ուժով հայ մարդու ինքնությունը կրոնը դավանանքը պատմական ժառանգությունը հիշողությունը պատմական հարցակման տակ է Հիմա մենք այդ ամեն ինչը թողանք մարդկանց պատմենք, ասենք, ցելի ժողովուրդ։ Այ մենք կմտածենք ոնց անենք, որ ձեր, ասենք, թոքերը բուժենք, բան անենք, բան։ Շատ կարևոր, այո, պետք է օրինակ ամեն քաղաքում լողավազան լինի, մարդիկ գնան լող պարապեն երեխաները եւ լող պարապելով առողջ ապրելակերպ լինի։ Շատ կարևոր է, բայց եթե մենք մեր պետությունը չկարողացանք պաշտպանել, ինչ ենք անելու, ասենք, որտեղ ենք լողի գնալու էլի։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնեմ, որ Լեռնային Ղարաբաղում Արցախում բոլոր փողոցները ասֆալտապատ էին։ Ստեփանակերտում նոր բորդյուրներ էր դրված, դպրոցները ընտիր կառուցված, հիվանդանոց, ամեն ինչ։ Ուր է Արցախը, ով է այնտեղ ապրում։ Եվ ես դրա համար եմ ասում, էլի, որ մարդիկ հիմա շեղվում են սպառողական խոստումներով, մենք սթափեցնում ենք, մենք ասում ենք, որ ժողովուրդ ջան, քաղաքական մեր մոտեցումը հետեւյալն է։ Ընտրություններին գնալով դուք հնարավորություն ունեք այնպիսի խորհրդան ձևավորելու մեր միջոցով, Լուսավոր Հայաստանի միջոցով, որ մենք թույլ չտանք նախկինների վերադարձը, բացարձակապես դա մենք դրա պատնեշը լինենք, եւ նաեւ թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը երրորդ ժամկետում դառնա էլի վարչապետ։ Ինչ է սա նշանակում, տեսեք, մենք իրար հետ պայքարել ենք, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում չլինի վարչապետ։ Այս գործող սահմանադրությամբ, ասել ենք, դա չի կարելի, դա արգելված է, դա վատ է, եւ հասել ենք դրան։ Սերժ Սարգսյանը 7 օր հետո, քանի օր հրաժարական ա տվել, որ երրորդ ժամկետով ընտրվել է։ Հիմա նույն բանը, նույն ուղերձը մենք Փաշինյանին ենք ասում։ Որտեղ ինչ Մարուկյան, ինչ ռիսկ եք տեսնում, երբ Ես տեսնում եմ, նայեք, նախ առաջին ռիսկը բացարձակ իշխանության ռիսկն է, որովհետև ըստ էության այսօր պետական ինստիտուտներ չկան։ Այսօր կա մեկ մարդու իշխանություն եւ մեր ինստիտուտները խաթարված են, այսինքն հակակշիռների մեխանիզմներ գոյություն չունեն։ Դատական իշխանությունը ինչ վիճակի պետք է լինի, ինչ օրը գցած պետք է լինեն, որ օրինակ Միքայել Սրբազանի պես մարդուն քաղաքական հետապնդման ենթարկեն։ Այն մնացածների մասին է կամ թվարկեմ, բայց հիմա կարևորն եմ ասում։ Ինչ վիճակում պետք է լինի պարլամենտը, որ մենք նայում ենք, չկա օրենքի քննարկում, նախագծեր չեն գրվում, падգամավորները նախագծերով հանդես չեն գալիս, բյուջե չի քննարկվում, բյուջեի հաշվետվություն չի քննարկվում, արտաքին քաղաքական վտանգներ չեն, ոչ մի քննարկում չկա։ Թալանչի, գողավազակ, հողատու բան, էս է քննարկումը։ Ընդ որում, ես 21 թվականին ազգային ժողովի ամբիոնից ասացի. «Սիրելի ժողովուրդ, ես ձեր ցավը տանեմ։ Եթե դուք որոշեք որ գնաք ընտրեք նախկինների եւ ներկաների միջև ունենալու եք պարլամենտ, որտեղ իրար գորալու են, այս կողմից գորալու են թալանչի, այն կողմից գորալու են հողատու։ Ինչ որ կանխատեսել եմ, բառացի եղել է։ Հիմա ես եկել եմ ձեր մոտ ոչ թե բան կանխատեսեմ, որ էլի լինի, որտեղ այդտեղից օգուտ չկա ժողովրդին։ Էլի կարամ բան կանխատեսեմ, որ լինի։ Հիմա ես կանխատեսում եմ, որ եթե հանկարծ հունիսի 7-ին մեզ չստացվի, որ մենք ձևավորենք կոմպրոմիսային պարլամենտ, ունտրենք կոմպրոմիսային վարչապետի, որը Նիկոլ Փաշինյանը չի, Ռոբերտ Քոչարյանը չի, Սամվել Կարապետյանը չի, Գագիկ Ծառուկյանը չի, ես չեմ, կոմպրոմիսային ինչ որ մեկին ընտրենք, կարող ենք նստել քննարկել։ Հայ ժողովուրդը ունի բազմաթիվ լուսավոր մարդկանց, ովքեր անգամ քաղաքական process-ներում չկան։ Եվ բոլորով այդ մարդուն հսկենք եւ նրան թեւուտիկուն լինենք եւ ասենք, որ ահա մեր բանակցողը ներկայացնում է ոչ թե միայն իրան եւ մեկ քաղաքական ուժի, այլ բազմաթիվ ուժերի եւ հետեաբար խոցելի չի եւ կարող է ասել ոչ բանակցությունների ժամանակ կամ ասել մի րոպե գնամ քննարկեմ կամ ոչ թե ճնշումների տակ անդադար զիջումներ լինեն, չէ։ Եթե դա չի ստացվում, հանկարծ չստացվի կոմպրոմիսային պարլամենտ։ Մենք մարդկանց ասում ենք, ժողովուրդ ջան, գոնե քվեարկելուց այնպես քվեարկեք, որ այսօրվա վիճակը չլինի։ Այսինքն, եթե հանկարծ իրավիճակն այնպեսին լինի, որ քաղաքապայմանագիրը կարողանա հաղթել,
Չգիտեմ ոնց, չեմ պատկերացնում դեռ ոնց, բայց պատկերացնենք, մենք բոլոր սցենարները պետքա քննարկենք, չէ՞։ Առաջի սցենարում պարտվում է ունենում է ֆրակցիա ընդդիմություն ալինում եւ կոմպրոմիսային մենք ձևավորում ենք։ Բայց եթե հանկարծ ավարմա հաղթել, ով է այս ժողովրդի շահերը պարլամենտը ներկայացնելու։ Ընդդիմությունը ում համար։ Որ ընդդիմությունը։ Այդ դրա համար եմ ես եկել եթեր եւ ասում Ժորժյան քվեարկության ժամանակ նույն 21 թվականի սխալը չանեք։ 21 թվականի սխալի պատճառով այս երկիրը 5 տարի դժվել է։ Ոչ թե մենակ պարլամենտում այդ գզվրտոցի համար եմ ասում, որ օրենք չեն գրել, ոչ մի գործ չեն արել, ոչ մի ինստիտուտ չի աշխատել, այլ նրա համար, որ չեն կարողացել անգամ մեր ժողովրդի խնդիրները բարձրացնել այնտեղ։ Այս 5 տարվա մեջ կենտրոնական բանկը 6.7%-ով փողը, պետական փողը, ազգային բանկա կենտրոնական բանկը, տվել է բանկերին, բանկերը վեր են կալել, ժողովրդին տվել են 18%-ով վար, 20%-ով վար, 22, 24 ավել, միջնորդ հավճարներով ավել։ Ով է այդ հարցով զբաղվել, ինչ են արել։ Հիմա եկերին ասում են մեզ ընտրեք։ Ինչի համար ձեզ ընտրեն։ ԴԱՀԿ-ն ինչ օրինակ գցե մարդկանց։ Մենք որ ասում ենք, տեսեք, մենք ունենք այս գլոբալ ծրագիր, չէ՞, բայց նաև ունենք կետային ծրագրեր։ Մենք մարդկանց առաջարկում ենք, որ բանկերի ու ԴԱՀԿ-ի այս դաշինքը պետքա քանդել։ Մենք լուծումը ունենք, մենք ուզում ենք ԴԱՀԿ-ն լուծարենք, հենց այդ առաջին նախագիծը կլինի, ԴԱՀԿ-ն լուծարելու ենք։ Բայց արդյոք դա ոլորտի այսպես բարձի թողի վիճակին չի տանի։ Ոչ, մենք նոր համակարգ կներդնենք, որը այնպես չի լինի, որ մարդկանց գույքը խլեն, ու եթե հանկարծ իրենք են մեղավոր, այդ մարդը պետքա գնա տարիներով դատարաններում չելվի, որ ապացուցի, որ ինքը մեղավոր չէր։ Հիմա անգամ տուգանքի համար, որ ձեր հաշիվների վրա արգելանք դնեն, եթե իրանք են սխալվել, դուք գնալու եք ամիսներով իրանց դռներին մանգակ, դիմումներ գրեք, հազարատ advocat վերցնեք, փաստաբան, որ այդ հարցը լուծեք։ Այդ մարմինը պետքա լուծարել։ Եվ մենք ունենք եվրոպական մեր գործընկերների հետ աշխատած նախագիծ, որը որ մենք առաջարկելու ենք, որ բանկերի կողմից տրվող վարկերը շեմ պետք է ունենա։ Սա վաշխառություն է։ Ֆրանսիայում օրինակ այս տոկոսները համարվում է վաշխառություն։ Ֆինլանդիայի փորձն ենք ուսումնասիրել։ Այսինքն օրենք ենք ընդունելու, սահմանափակելու ենք հստակ որևէ շեմից, օրինակ կա որոշվի, որ 12%-ից բարձր մարդկանց չպետք է տրվի վարկ։ Ինչ են ժակում դուք 6.7%-ով փող վերցնեք, մարդկանց տակ 24%-ով։ Միլիարդներ աշխատվել այս երկրում եւ աշխատվում է, ոչ մեկ ծպտուն չի հանել։ 5 տարի է, ինչ են արել։ Եվ ես դրա համար եմ ասում, լավ, պլան A-ն իշխանությունը փոխելն է։ Գնում ենք փոխելու բնականաբար բոլորս։ Պլան B-ն որն է։ Մեկ էլ հարցում ես ընդդիմանին, ասում են ոչ, մենք չենք քննարկում պլան, մենք հաղթելու ենք։ Դա 21 թվին տեսել ենք, էլի։ 21 թվիներ են ասում, ոչ։ Պարոն Մանուկյան, տեսեք, մենք նշում ենք, այդ դուք էլ նշեցիք ձեր կանխատեսումների մասին, որ պարլամենտը այսքան տարիների ընթացքում եղել է մեկը ասել է գող, մյուսը թալանչի, մյուսը ասել է հողատու եւ այլն։ Արդյոք հնարավոր է այսօրվա քաղաքական ուժերի միջոցով դեռ հայտնի չէ ովքեր կանցնեն խորհրդարան այս անգամ ունենալ նախ առողջ բանավեճ, հետո նոր կոմպրոմիսային թեկնածու։ Շնորհակալ եմ, շատ լավ բան եք ասում, տեսեք, մենք քարոզարշավին պետք է մարդիկ հետևեն։ Եթե մարդիկ հետևում են քարոզարշավին, կտեսնեն, որ մենք վարում ենք առողջ բանավեճ, գաղափարներ ենք առաջ բերում, կետային ծրագրեր ենք առաջ բերում։ Օրինակ կոնկրետ ասում ենք, որ Հայաստանի ատոմակայանը չպետք է փակվի։ Թուրքիան եւ Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ փակվի։ Մենք էներգաբլոկի կառուցման վերաբերյալ ունենք մեր մոտեցում, մենք գաղափար ենք դրել, որ մենք ունենանք էներգետիկ ինքնիշխանություն։ Տեսեք, առավոտից իրիկու խոսում են ինքնիշխանության մասին, բայց գնալու են ատոմակայանը փակեն ու Հայաստանին նստացնեն թուրքական էներգետիկայի ասեղի վրա։ Դարձնեն այդ բանը, կախվածությունը բանում։ Բայց մենք այսօր ունենք ազգային մեր ատոմակայանը, որը մեզ դարձնում է անկախ երկիր։ Վրացիք չունեն, ադրբեջանցիք չունեն։ Հիմա մենք ինչ պետք է անենք։ Մենք մեր գաղափարը դնում ենք։ Առողջ բանավեճ, առողջ։ Մարդ կարա մեկը գա դուրս գա մեր դեմ, ասի չէ, մենք գտնում ենք, չգիտեմ ինչ, չկա բանավեճ, որովհետև գիտեն, որ մենք ճիշտ ենք ասում։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Ասում ենք, այս պայմանագիրը մենք չենք ստորագրելու։ Բոլոր ուժերն ասում են ստորագրելու ենք։ Վախում են, ինչ են անում իրանց գործ, ասում են մենք ստորագրել։ Մենք ասում ենք մենք այս պայմանագիրը չենք ստորագրելու։ Ինչու՞, որովհետև այն Փաշինյանը ստորագրել է առանց Հայաստանի քարտեզի եւ Հայաստանը քարտեզով ճանաչված չի։ Պետք է դատել այդ մարդկանց իշխանապահությունից, պետք է պատասխան տան ինչի են գնացել համաձայնվել առանց քարտեզի ստորագրել մի թուղթ, որի դիմաց իրանք Ադրբեջանը ճանաչել են քառակուսի կիլոմետրով։ Մեզ քառակուսի կիլոմետրով չի ճանաչի Ադրբեջանը։
դուռա բաց թողել, դա էլ բացատրեմ, որ մարդիկ չզարմանան։ Դուռա բաց թողել, որ այդ դռնով դառնում է սահմանազատում է կոչվում։ Այդ դռնով գան, հող տանեն, գան, հող տանեն, գան, հող տանեն։ Խոսվում է այն մասին, որ դա նախա ստորագրած պայմանագիրը եւ համալրվելու է կատարելագործել։ Չէ, պայմանագիրը այլևս վերջնական է, այնտեղ կետ կա, որ գրված է, այն վերջնական է, այսինքն եթե իշխանությունը մնում, այն վերջնական է, իրանք դինան մի հատ է ստորագրել։ Բայց մինչև այդ ստորագրելն էլ Ալիևն ասում է գնացեք, մի հատ ձեր սահմանությունը փոխեք, հետո կգաք, կստորագրեք։ Դրա վերաբերյալ էլ ոչ մեկ կոմպետենտ միտք չի ներկայացնում, մենք ներկայացնում ենք, բայց խենք կոմպետենտ, լավ, դա էլ օթիշ չի, որովհետև Պարլամենտում 10 տարվա փորձ ունենք, արտաքին քաղաքական ոլորտում փորձ ունենք։ Եվրոպայի խորհրդանական վեաժողովում ես եղել եմ պատվիրակ, այդքան Ալիևին թիրախավորել եմ։ Ես ընթացքում Ադրբեջանից թիրախավորվում ենք նաև քարոզչության մեջ, որովհետև Ադրբեջանին է ձեռնտու չի, որ խորհրդանում Հայաստանի կապ չունի, ընդդիմություն լինենք, իշխանություն մաս լինենք, կապ չունի, որ Հայաստանի խորհրդանում մենք կլինենք, իրանց ձեռնտու չի, իրանց պետք է որ մեր խորհրդանը լինի թույլ, գզվրտոց լինի մեջը, գաղափարների բախում չլինի, որ իրանք իրանց օրակարգերը առաջ բրտեն։ Հերթականությամբ sense առաջ են բերում, այդ նարատիվները զարգացնում են, սկզբից մենք ձեռ ենք առնում, լուրջ չենք ընդունում, то ասում ենք ոնց կլինի, то ինչ կլինի։ Բան մեկ է վերջում տեսնում ենք որ եղավ։ Ժամանակին մարդկանց ասել Արցախը կհայաթափվի, կասեն լավ, գիժի կողեսի չի խոսում։ Դրա համար եմ ասում, այս ընտրությունները սպառողական բնույթի ընտրություններ չեն։ Մենք առողջ մտքեր ենք, գաղափարներ ենք առաջ քաշել։ Այդ իրար առույցի վանդակը գցելու, որց առույց, չգիտեմ ինչ։ Վերա նայում են միջոցը պետք գնալը այդ քննարկումներով են ընտրելու մարդկանց։ Պարոն Մանուկյան, այդ դեպքում ձեր պարագայում ինչպես եք երաշխավորելու երկրի անվտանգությունը։ Ինչ պետք է արվի, որ մեր երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը վտանգի տակ չլինի։ Ուրեմն մեր երկրի անվտանգությունը պետք է երաշխավորել մեր բանակը կառուցելով։ Նախ առաջինը մենք մեր բանակը պետք է ռեֆորմի ենթարկենք։ Ես բանակում ծառայել եմ, մեր ցուցակի մարդիկ բոլորը բանակում ծառայած են, տարբեր զինվորական մասնագիտություններ ունենք, հիմա եթերում չասեմ, մենք բանակի ղադրը գիտենք, մենք գիտենք ինչա բանակը։ Հիմա մենք ինչ ենք ասում ենք ժողովուրդ ջան, օրինակ 2 օր առաջ մեր զորահանդեսն էր։ Չէ՞ ընդդիմությունը թիրախավորում է զորահանդեսը, սեն զորահանդեսն է, ասեմ ժողովուրդ, ես շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերին զորահանդեսի կապակցությամբ։ Ապրեք լավ էր, շատ լավ է։ Շնորհակալ եմ։ Սակայն մենք ուզում ենք որ մեր բանակը զորավարժություններ անի։ Առանց զորավարժության, ինչ գույնի, ինչ ձևի, ինչ բոյի, ինչ չափի զենք ուզում ես դու ունենաս, դու չես կարող լինել մարտունակ։ Ադրբեջանը անդադար զորավարժություններ անի։ Մենք պետքա զորավարժություններ անենք, սա մեկ, երկրորդ։ Մենք պետքա զենքի գնման այս սխեմաները հասկանանք, ինչ սխեմաներով են զենքերը գնվում։ Ժամանակին մեծ կոռուպցիա եղել դրա մեջ, հիմա էլի այդ խոսակցությունները կան։ Եվ Հայաստանը չպետք է ընկնի ինչ որ թանկ առհասկանալի զենքեր առնի, Հայաստանը պետք է գնի զենքեր, որոնք որ մենք կարող ենք կիրառել։ Հայաստանը պետք է գնի զենքեր, որոնք որ մեր մարտերի ժամանակ մեր համար կիրառելի են։ Մենք ունենք շատ վատ փորձ, որ գնել ենք այդ սուերը այն ժամանակ, ես եմ հրավիրել Պաշտպանության նախարարին հարց տվել, որ այս սուերը որ բերել եք ինֆորմացիա ունեմ, որ չունի անպատասխան միջոցներ, որպեսզի այն կիրառվի եւ գլուխ էին գովում, որ հեսա նայեք ինչ կանենք, բան պատերազմ եղավ, այդ սուերը չկան։ Եվ ես չեմ ուզենա, որ հանկարծ մենք դրա երկրորդ սերիան տեսնենք։ Հայաստանի անվտանգության ապահովելու համար նաեւ մենք առաջարկել ենք, որ որևէ փաստաթուղթ, որ մենք Ադրբեջանի հետ կստորագրենք, այն պետք է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով հաստատվի։ Ինչ է սա նշանակում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ունի 5 մշտական անդամներ։ 5 մշտական անդամներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ այս երկրները իրար հետ պետք է երաշխավոր կանգնեն մեր պայմանավորվածության վերաբերյալ։ Տեսեք, եթե ես ձեր հետ գնամ նոտարի մոտ գործարկանելու, մենք գիտենք որ նոտարը, ես ձեր մեքենան գնեցի կամ դուք իմը գնեցիք, չէ՞։ Մենք ունենք նոտարին, որ մեր պայմանավորությունը արձանագրել է, կնիք է դրել եւ եթե խնդիր լինի, մենք կդիմենք դատարան, կպաշտպանվենք, մեր շահերը չի ոտնահարվի։ Երկու քաղաքացի ենք սովորական։ Պետությունները, որոնք պատերազմել են, այդքան խնդրեմ ունեն իրար մեջ, ասում են մենք բանը պետք է առանց միջնորդների պայմանավորվենք։ Ուրեմն ես ասում եմ, պաշտոնապես եմ ասում, առանց միջնորդների ինչ պայմանավորվել ենք, մենք գծվել ենք։ Մենք գծվել ենք։ Ինչ պայմանավորվել ենք, մենք մեր մասը արել ենք, իրանք իրանց մասը չեն արել։ Օրինակ, Տավուշի մարզիկ իրանց համայնքում
այդ տարածքի սահմանազատումը, որոնք են սահմանազատում, ես դա սահմանազատում չեմ ասում, որովհետև սահմանազատման կանոնակարգ չունենք այդ ժամանակ, ուղղակի հողանձնում ա եղել։ Սահմանազատումը արվել իբր թե անունը դրվել է սահմանազատում, ճանաչված գիծ կա, այսինքն երկու կողմերը գիծ են, չէ՞ ճանաչում, այս գիծն է։ Այս գծից առաջ եթե մենք կանգնած ենք, մենք գալիս ենք հետ մեր տարածք, որտեղ թե ճանաչել ենք, որ այս գիծն է։ Իրենք էլ եթե կանգնած են առաջ, իրանք է գնում են հետ իրենց տարածք։ Հիմա հայկական զինված ուժերին այսպես կոչված ճանաչված գծից հետ ենք բերել, Ադրբեջանը մնացել է մեր հողերը։ Գցվել ենք գործարքի մեջ, թե չենք գցվել։ Որ գնում են այդ պատի մոտ նկարվում են, ասում են բանը հպարտ ենք, բան եսի ինչ, մենք գնացինք իրանց, որ մենք էլ այդտեղ նկարվենք, խոսենք դրա մասին, մեզ չթողեցին։ Բայց ձեր հպարտության պատի մոտ քիչ եք թողում նկարվենք։ Այսինքն մենք կոնկրետ օրինակներով, փորձով, լուծումներով ենք գալի, լուծումները ձեռքներիս է։ Մենք հասկանում ենք, որ մենք միայնակ իշխանություն չենք կարող ձևավորել այս ընտրություններում։ Մենք շատ ադեկվատ ենք։ Ես անգամ որ ինձ ասում եմ վարչապետի տեխնացու ասում եմ մի ասեք։ Եվ մենք ասում ենք հետևյալը, որ այդ էգոիզմը, որ չէ ես պետք է լինեմ, չէ ես պետք է լինեմ, չէ պետք է բոլոր ուժերը դնեն մի կողմ, կոմպրոմիսային նստենք, տեսեք, մենք խելք ունենք, լուծումներ ունենք, քաղաքական միտք ունենք։ Ինչ որ մեկը փող ունի շատ, այն մյուսը մարդկային ռեսուրս ունի, այն մյուսը լավ կապեր ունի։ Մենք շատ լավ կապեր ունենք, թե Ամերիկայում, թե Ռուսաստանում, թե Չինաստանում, թե Եվրոպայում, որովհետև նաև մեր ուժը եվրոպական ուժ է, եվրոպական ալդեի անդամ ենք մենք։ Մենք էլ մեր կապերը դնենք սեղանի վրա։ Յուրաքանչյուրն իր ունեցած գործիքը դնի, կպնենք իրար այս երկիրը տանենք առաջ։ Պես Մարուկյան, տեսեք, քաղաքական ուժերը եւ այդ թվում նաեւ դուք ասում են, որ պետք է ունենանք բալանսավորված միջազգային հարաբերություններ։ Ինչ ասել է այդ բալանսավորված միջազգային հարաբերությունները եւ արդյոք դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը խնդիրներ չունենա արդեն ռուսական շուկայի, ռուսական տնտեսության, ռուսական իշխանության հետ այս մասով ինչ կասեք, ինչ լուծումներ եք տեսնում։ Ախր նայեք, հենց հիմա մեր տնտեսվարողը, մեր քաղաքացին, որ ջերմոցներ ա կառուցել, չգիտեմ, մեկը պոմիդոր ա աճեցրել, մյուսը առանց ջերմոցի, չգիտեմ, ծիրան ա աճեցրել, խնձոր ա աճեցրել, գիլաս ա աճեցրել, պետքա տանեին վաճառել։ Հիմա սեզոնը բացվում է։ Այո։ ՌԴ-ն հատապտուղն արգելել է արդեն։ Հայաստանից ոչ մի հատապտուղ դուրս չի գալիս։ Եվ ոչ միայն, ճիշտ եք ասում։ Ջերմուկ, մերմուկ չգիտեմ, ինչ ասես։ Հիմա երբ որ քաղաքական գործիչը կամ իշխանությունը որևէ քաղաքականություն ա վարում, ինքը պետքա հաշվարկ ունենա։ Հիմա եթե Փաշինյանը քաղաքականություն ա վարել, օրինակ, չգիտեմ, Զելենսկու հետ մերձեցման, Զելենսկի հրավիրել Երևան, բան չէ։ Ինքը պետքա հաշվարկ ունենա, որ եթե ռուսները դրանից նեղանան եւ որոշակի միջոցներ ձեռնարկեն, որը արել են, ինքը պետքա պլան B ունենա, չէ՞։ Ինչ եմ ասում, ընդդիմության պլանը ի՞նչն է, հաղթելու ենք։ Եղբայր պլան B-ն որն է ձեր, որ չհաղթեք, ինչ անելու։ Նայում են աշկերիդ մեջ, որ ասես նայում են, չգիտեն ինչ ասել։ Նույնը Փաշինյանի պարագայում է։ Հիմա հարցը արել է, հիմա պլան B-ն իրա, որն է մեկը կարա ասի։ Մարդիկ են երեք տեսանյութ կար, մեկը իր ծաղիկներն է ջարդում, այն մյուսը պամիդորն է թափում։ Ուրիշ պլան չկա։ Պլանը հետեւյալն է՝ կերեք։ Ինչ ուզում եք արեք, որտեղ ոչ միտեղ չես կարող տանել։ Հիմա Զելենսկին կարա օրինակ 5 ֆուր պամիդոր առնի տանի մեզանից։ Մի իր պատճառով փագում են։ Ով կարա առնի։ Թողան տանեն, դե ովքեր են։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարա գառնի տանի։ Խնդիրը հետեւյալի մեջ է, երբ որ բաներ են անում, պետքա հետևանքների մասին գիտելիքներ ունենան, սցենարներ մշակեն եւ գործողություններ անեն։ Հիմա բանը արել են, ժողովուրդը դժվում է, իրենք չգիտեն ինչ անեն։ Մենք ձեզ ասում ենք, մեր առաջարկած պարլամենտը, որը ձևավորվի, ասենք ժողովուրդը եթե գնա թիվ 19 քվեաթերթիկին ձայն տա, չգնա միայն ասենք Փաշինյան ընտրի, խոշոր ուժերին ընտրի, գնա մեզ ընտրի, որ մենք պարլամենտում լինենք, մենք այդ խնդիրը կլուծենք մի օրվա մեջ։ Նախ մեր գործընկերներին կասենք, որ մենք չենք ուզում ձեր հետ բան ստեղծել, խնդիր ստեղծել։ Այսինքն մենք ինչ ենք արել Հայաստանը, այս իշխանությունը մտցրել է երկու գերտերության խնդիրների մեջ։ Մենք ինչ գործ ունենք, մեկը կարա ինձ բացատրի, որ մենք Ադրբեջանի հետ խնդրեմ ունենք, Զելենսկին եկե մեզ օգնել, հա։ Մենք ինչ գործ ունենք, իրանք պատերազմ են գնացել, գիտներս խոթել ենք մեջը։ Այսինքն պետք է դրա համար մի քիչ խելք ունենալ, այնպես բաներ չանել, որ վերջում դրամարով է։ Ու հետաքրքիր եկեք որ նա իրանք չեն դժվում։ Իշխանությունը այնց չի դժվելու։
Այն ժողովուրդն է դժվում, ովքեր որ այդ վարկերի տակ, այդ խայտարակ տոկոսներով այդ վարկերի տակ այդ ջերմոցները կառուցել է, այդ գործերն արել։ Հեսա բանկերը գնալու են, այդ մարդկանց տները խլեն, ջերմոցները խլեն, ավտոները խլեն, մեքենաները խլեն, գույքը խլեն, ինչ դրած է գրավ, սա խլելու են։ Ինչի, որտեղ Փաշինյանը վատ քաղաքականություն է, որ այդ մարդկանց աճեցած պոմիդորը չի ծախվում եւ իրանք վարկը չեն գանում սպասարկել։ Ամեն ինչ իր տենց դոմինոյի էֆեկտը ունի, չէ։ Ես ես երաշխավորում եմ հունիսի 7-ին, եթե մենք չունենանք բացարձակ ուժի իշխանություն, այսինքն Նիկոլը չի վերընտրվի որպես բացարձակ իշխանություն, այդ խնդիրը լուծվելու է։ Ոչ թե ինչ որ մեկը բան ռուսը ալնելու, ասենք, վարչապետը, ռուսներն ասեն դե լավ ախպեր բան, այլ ոչ եկած ուժերը իրար հետ կնստեն, կքննարկեն, այդ գործընկերները այդ աշխատանք կտանեն, հարցը կլուծվի։ Հիմա նայեք, ինքն էլ ասում, ինքն ասում է ես ընտրվեմ, կգնամ կլուծեմ։ Եղբայր, դու հմի վարչապետ ես։ Դու որ հմի չես կարող լուծես, ամսի 7-ից հետո ոնց ես լուծելու։ Դու հմի ես է վարչապետ, հմի ես դու վարչապետ։ Այդ ես կարամ ասեմ, որ ես ընտրվեմ, կգնամ կլուծեմ։ Դու ոնց ես ասում, դու պիտի լուծեիր։ Դու խնդրեմն առաջացրես, դու ոնց կարաս լուծես։ Դու ես խնդրեմը։ Խնդրեմը քեզանից է բխում, ասենք, դու ոնց ես խնդրեմը գնալ լուծես։ Շնորհակալություն պարոն Մարուկյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, քանի որ մեր ժամանակը սպառվեց, ես կուզեի շատ կարճ իմ սիրելի գյումրեցիներին, իմ եւ Լուսավոր Հայաստան կուսակցության ջերմ ողջույնները փոխանցել, կոչ անել, որ այս ընտրություններում չմոռանալ պարտադիր առաջին է գնալ ընտրություններին եւ նաեւ անկեղծ եմ ասում, մենք գյումրեցիների վրա մեծ հույս ենք դնում, որ դուք մեր միջոցով ունենալու եք խորհրդանում ձեր ֆրակցիան, ձեր խմբակցությունը, ժողովրդի խմբակցությունը եւ ձեր խնդիրները մենք բարձրացնելու ենք եւ լուծելու ենք։ Շատ լավ, իսկ ես մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում զրուցում էի Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող եւ վարչապետի տեխնացու Էդմոն Մարուկյանի հետ։ Կհանդիպենք։